Ուզում եք երեսպաշտորեն բերեք նախագիծ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար։ Հիմա ես դες հարց եմ տալի, բայց դուք համարում եք, որ Խատիսյանը ուրացողա, թե կամ Քաջազունին, կամ Վրացյանը։ Ժողովուրդ ջան, դաշնակցության ավանդույթը եթե պահում եք, միջև վերջ պահեք։ Շնորհակալություն, պարոն Կոկյան։ Այսքանը։ Եվ ես առաջարկում եմ հաջորդ անգամ պարոն Մանուկյան ցնցեք մեզ, ինչ որ խելացի բան ասեք։ Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթների կարիք տեսնում եք։ Համեցեք, պարոն Թումանյան։ Ինչ ներքին վեճ ունեք դուք, ես չեմ հասկանում։ Ներքին վեճ ունեք, ակնհայտ ներքին վեճ ունեք դուք։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք, դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցությանը։ Չէ, չեք կարա։ Այդտեղից անընդհատ խոսում եք։ Տեղից անընդհատ խոսում եք։ Ինչ ալնում որ։ Նստեք։ Ինչի՞ չանեմ։ Նստեք։ Կանգնի, մինասը։ Դու նստած մնա այդտեղ։ Լավ, մանգապարտեզ չի, հանգիստ, բան նստի։ Նախ դույով խոսա, երիտասարդ, լսի, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի, ինչ ձևի խոսումը նույնը ստանում է պատասխան, դու էլ կանգնած մնա խես նստում, մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ, շարունակեք, պարոն Թումանյան։ Հարգելի հայրենակիցներ, ես հիշա Անջատեք եթերը, ընդմիջում 20 րոպե։